Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ադրբեջանի ներսում շարունակվում են բռնաճնշումները տարբեր քաղաքական ակտիվիստների, լրագրողների եւ հասարակական գործիչների նկատմամբ։ Դրան զուգահեռ ադրբեջանցիները լուրջ խնդիրների առաջ են բախվել Ռուսաստանի տարբեր շրջաններում։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամուն ներքին անցուդարձին։ Ադրբեջանը այն երկրների շարքում է, որոնք շուտով կարող են միանալ Աբրահամի համաձայնագրերին։ Այս մասին Breitbart-ին տված հարցազրույցում հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։ Նրա կարծիքով առաջիկա մի քանի ամիսների ընթացքում արաբական երկրների եւ Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ այս համաձայնագրին կարող են միանալ 4-ից 6 երկիր, այդ թվում Ադրբեջանը, Հայաստանը, Սիրիան եւ Լիբանանը։ Թալիշի ձայնը Թելեգրամյան ալիքը ադրբեջանցիների անունից 10 հարց է ուղղել Իլհամ Ալիևին։ Ալիքը ներկայացնում է Բաքվի բռնապետի գործողություններն ու հայտարարությունները, ապա հնչեցնում 10 ինչուներ։ Ալիքը մասնավորապես գրում է. Պարոն նախագահ, դուք հայտարարել եք պատերազմում հաղթանակի մասին, բայց դատելով ձեր ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ հայերի հետ հակամարտությունը չի ավարտվել։ Ինչու՞։ Ադրբեջանի դպրոցներում ներդրվել է առանձին դաս 9-րդ դասարանցիների համար հաղթանակի պատմություն, որի շապիկին դուք պատկերված եք զինվորական համազգեստով եւ դասագրքի գրեթե բոլոր էջերի բովանդակությունը նվիրված է ձեզ։ Կարծես ոչ ոք չի կռվել բացի ձեզանից։ Ինչու՞։ Ինչու ապագա հաղթանակի համար մենք 26 տարի շարունակ հանդուրժեցինք երկրում բարձր գներ, ցածր կենսամակարդակ, ենթակառուցվածքների եւ ազատությունների բացակայություն, եւ հետո հաղթանակը եկավ, արդեն 5 տարի անցել եւ մեր կյանքը սկսեց ավելի վատանալ։ Ինչու՞։ Ղարաբաղյան պատերազմի վետերանները ստանում են ընդամենը $40 չափով հաշմանդամության նպաստ ամսական, իսկ մի քանի բախտավորներ, չակերտավոր բախտավորներ, որոնք վերջույթների անդամահատություն ունեն, մինչև $140։ Շատերն արդեն ինքնասպան են եղել նման անարդարության պատճառով։ Ինչու՞։ Եթե մենք հաղթեցինք, ապա ինչպես է ստացվում, որ 2025 թվականի բյուջեում առողջության եւ կրթության համար միասին 30%-ով պակաս գումար է հատկացվում, քան ռազմական ծախսերի համար։ Ումից ենք վախենում, ում դեմ ենք մենք զինվում եւ ամենակարևորը ինչու։ Ինչպես պատահեց, որ Ղարաբաղում 4 օդանավակայան կառուցվեց 4 տարվա ընթացքում, մինչդեռ Ադրբեջանի մնացած մասում կա ընդամենը 5-ը։ Ինչպես պատահեց, որ Ղարաբաղում օդանավակայանները դատարկ են եւ Գաբալայի օդանավակայանում ներքին չվերթների տոմսեր ձեռք բերելը հնարավոր չէ։ Ինչու։ Ղարաբաղում բնակություն հաստատած քչերը բողոքում են, որ տները վատ են կառուցված, տեսքից շքեղ, սակայն քանդվող եւ անհնար է դրանցում ապրել։ Իսկ դուք քանդում եք բարձրորակ հայկական տները։ Ինչու։ Դուք խոսում եք նավթի եւ գազի ռեկորդային վաճառքի մասին, միևնույն ժամանակ Ադրբեջանի շրջանում գործնականում բացակայում են ենթակառուցվածքները, ճանապարհները վատ վիճակում են, իսկ դպրոցները խարխուլ։ Ինչու։ Ինչու է անհնար մեր երկրում բիզնես ունենալ առանց ոստիկանության ներկայացուցիչների տեսքով տանիքի։ Իսկ կոռուպցիայի նկատմամբ զգայունության վարկանիշում մենք զբաղեցնում ենք 154-րդ տեղը աշխարհի 180 երկրների շարքում։ Ինչու։ Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպես է ստացվում, որ Հայաստանում, որտեղ նավթ կամ գազ չկա, մի երկրում, որը գործնականում գտնվում է հաղորդակցության շրջափակման մեջ, մի երկրում, որը ինչպես դուք եք ասում, մենք հաղթեցինք, միջին աշխատավարձը 70%-ով բարձր է, Ադրբեջանում միջին աշխատավարձից։ Ինչու։ Այնուհետև ալիքը պատասխանում է ադրբեջանական ժողովուրդը չվերադարձրեց Ղարաբաղը, դուք, պարոն նախագահ, դա ինքներդ եք վերցրել, ադրբեջանական ժողովուրդը միայն կորցրել է իր ապագան եւ հազարավոր մարդկանց այն համոզմունքով, որ գեղեցիկ քարտեզն ավելի կարևոր է, քան կյանքն ու ազատությունը։ Դուք երկիրը վերածում եք Կովկասյան Հյուսիսային Կորեայի, հարևաններին սպառնացող վտանգներով, ցածր կենսամակարդակով, փակ սահմաններով եւ ժառանգական իշխանությամբ, գրում է ալիքը։ Միջազգային իրավապաշտպան Amnesty International-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել Աբզաս մեդիայի լրագրողներին նախնական կալանքից։
Նարգիս Աբսալայմովան եւ նրա գործընկերները Abzas Media-ից նախնական կալանքի տակ են 2023 թվականի նոյեմբերից։ Մենք կոչ ենք անում իշխանություններին հանել նրանց եւ մյուս լրագրողների դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները, ինչպես նաեւ կոչ ենք անում դեսպանատներին մասնակցել հաջորդ դատական նիստին։ Ադրբեջանի Իմիշլիի շրջանում Սալեհ Սամեդովը հեռացվել է շրջանի ավականու նախագահի պաշտոնից։ Պատճառը 2025 թվականի մայիսի 9-ին Սարաջալի գյուղում հաղթանակի օրվան նվիրված միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպներ, երբ միջոցառման մասնակիցները հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշահամալիրում բարձրացրել էին ԽՍՀՄ դրոշը եւ իրենց հագուստին ամրացրել Սուրբ Գևորգյան ժապավեններ։ Արդյունքում շրջանի ավականու գործադիր կոմիտեի շտաբ նիստի ժամանակ որոշվել է, որ Սամեդովը խախտել է կազմակերպության կանոնադրական նորմերը եւ իր գործողությունները ստվեր է գցում դրա հեղինակության վրա։ Ավելին, ավականին որոշել է ուժեղացնել տարածաշրջանային ստորաբաժանումների գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ապագայում նմանատիպ իրավիճակներից խուսափելու համար։ Ադրբեջանցիները խնդիրների առաջ են հայտնվել Ռուսաստանի հարավային շրջաններում։ Ռուսաստանում շարունակվում է ներգաղթյալների դեմ լայնածավալ հարձակումների ալիքը։ Իրավապահ մարմինները օտարերկրյա քաղաքացիներին ձերբակալում են շուկաներում, շինհրապարակներում, մետրոյում, փողոցներում եւ նույնիսկ մասնավոր միջոցառումների, այդ թվում հարսանիքների ժամանակ։ Օրերս նման խուզարկություններ են տեղի ունեցել ադրբեջանցիներով լցված Եկատերինբուրգ, Սարատով, Վորոնեժ, Տյումեն եւ այլ քաղաքներում, որտեղ հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են, իսկ նրանք, ում փաստաթղթերը կարգին չէին, ուղարկվել են ժամանակավոր կալանքի կենտրոններ հետագա արտաքսման համար։ Ավելին, ԵԱՏՄ-ի մաս չհանդիսացող Ադրբեջանի քաղաքացիների համար Ռուսաստանի հարավային շրջաններում աշխատելու արտոնագիր ստանալը գնալով սահմանափակվում է։ Արդյունքում, նույնիսկ օրինական աշխատանքը գործնականում անհնար է դառնում հազարավոր ադրբեջանցիների համար։ Իսկ հա Յարոսլավում ձերբակալվել է ադրբեջանական Սփյուռքի կազմակերպած հանցավոր խմբի ղեկավարը անօրինական ներգաղթ կազմակերպելու համար։ Բանն այն է, որ Յարոսլավլի տարածաշրջանային ադրբեջանական ազգային մշակութային ինքնավարության ղեկավար Ասման Հուսեյնովը գործարկվել է Տաջիկստանից եւ Ուզբեկստանից անօրինական ներգաղթյալների ֆիկտիվ գրանցումը։ Նա ոմանցից գումարներ է վերցրել, իսկ մյուսներին օգտագործել է որպես անօրինական ուծրի աշխատուժ։ Հուսեյնովի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նովոկուզնեցկի դատարանն էլ հրաժարվում է ձերբակալել ադրբեջանցի ստրկատերերին, որոնք 13 տարի աշխատանքային ստրկության մեջ են պահել 9 ռուսների։ Վալիևների ընտանիքը Ադրբեջանից տեղափոխվել է Ռուսաստան եւ սկսել մարդկանց առևանգել, դաժանորեն տանջել եւ ծեծել, սիպելով նրանց աշխատել իրենց աղբի տեսակավորման բիզնեսում։ Հավելենք, որ Վալիևները նաեւ Գորշ Գայլեր խմբավորման աջակիցներ են։ Ադրբեջանը չի անցել Եվրատեսիլի եզրափակիչ եւ մեծ աղմուկ է բարձրացրել։ Եվրատեսիլ 2024-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Երքես Ֆահրին կոչ է արել բոյկոտել միջազգային մրցույթը։ Բանն այն է, որ Եվրատեսիլ 2025-ում արհեստացին երկիրը ներկայացնող Մամագամա խումբը չի անցել մրցույթի եզրափակիչ։ Ըստ Ֆահրինի, Եվրատեսիլը քաղաքականություն է եւ պարգևատրվում են նրանք, ովքեր խստորեն հետևում են արևմուտքի կողմից գրված կանոններին, իհարկե ոչ բեմում։ Ադրբեջանցի պատգամավորը բողոքում է Բաքվի բենզալցակայաններում խարդախություններից։ Ադրբեջանի մի շարք բենզալցակայաններում քաղաքացիների իրավունքները լրջորեն խախտվում են, տարբեր մեթոդներով դիտավորյալ նվազեցվում է լցված բենզինի ծավալը։ Պատգամավոր Ռազի Նուրուլաևը հայտարարել է բենզալցակայաններում, այդ թվում Լուկոյ կայաններում համակարգված խարդախության մասին։ Թուրքիայում սկանդալ է հասունացել արտասահմանցի զբոսաշրջիկների հետ կապված։ Թուրքական սոցցանցերում տեսանյութ է տարածվել, թե ինչպես են երկու կին զբոսաշրջիկ Անտալիայի գերեզմանատներից մեկի տապանաքարերի վրա թղթախաղ խաղում։ Սա թուրքական հասարակության մեջ դժգոհության փոթորիկ է բարձրացրել, հասարակությունը պահանջում է, որ մեղավորները հայտնաբերվեն եւ պատժվեն։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast.info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։